Այսօր միասին սովորում ենք կատարել պտտվող հարված։ Քուրվե։ Շատ կարևոր է տիրապետել պտտվող հարվածների, որովհետև շատ խաղային դրվագներում եւ իրավիճակներում օգտագործվում է։ Ամեն ֆուտբոլիստ ունի իր հարվածի ձևը, բայց կոնկրետ այս ուսուցումը բոլոր նոր սկսնակների համար կհանդիսանա լավ հիմք։ Սկսենք ինչպես միշտ թափավազքից։ Մի քանի քայլ հետ ենք կատարում, կախված թե ինչ ուժգնությամբ ենք ցանկանում հարվածը կատարել։ Եվ կանգնում ենք 45-ից 85 աշճանի տակ, նույնիսկ 90 աշճանի, որը ժամանակին անում էր Ռոնալդինյոն։ Ռոնալդինյոյի տարբերակը շատ դժվար է, 90 աշճանում ո՞նց է խփել ու առանց թափավազք։ Մոտավոր այսենց։ Հենման ոտքը պարտադիր պետք է լինի գնդակի մոտ եւ հեռու լինի 15 սանտիմետր, որպեսզի կարողանաք հարվածին ուժ փոխանցել։ Պետք է հարվածել գնդակի մեջտեղի աջ հատվածին կամ հակառակը։ Իսկ հարվածը կատարում ենք ոտնաթաթի ներսի մասով։ Մարմնի դիրքը պետք է լինի ուղիղ եւ այդ հարցում ձեզ օգնում է նորից հենման ոտքը, որով դուք կարողանում եք մարմինը ճիշտ եւ ուղիղ պահել ու մեծ ուժ փոխանցել հարվածին։ Պրակտիկան շատ կարեւոր է, որովհետեւ անընդհատ կրկնելով հնարքը արդեն դուք կհասկանաք ձեր հարվածի ձևը, հարվածի ֆիզիկան։ Փորձեք եւ բալանսի բերեք ձեր հարվածները, իսկ իմ տված խորհուրդները ֆունդամենտալ կանոններն են սկսնակների համար։ Գիտեք չէ, քուրվե հարվածի համար ամենահարմար գնդակը քիքերբոլն է։ Եթե ուզում եք քիքերբոլով շատ չելենջներ անեմ, հարվածներ անեմ, ուրեմն բաժանորդագրվում եք ու կոմենտներում գրում եք։ Այս էլ առաջին հարվածը գնաց։ Բայց եկեք չթիթիզանանք ու սովորական գնդակներով փորձենք։ Օй։ Վախ։ Օй։ Օ։ 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 Օй։ Օ։ Էս է երջանկությունը, չէ ֆուտբոլիստներ։ Ոյորո։ Եթե ուզում եք սովորել հնարքներ եւ այլ տեխնիկաներ, ուրեմն կոմենտներում գրեք, կսպասեմ։ Անձրև է գալիս։ Ես քեզ եմ սիրում։